Ողջույն բոլորին, ձեր հետ Մանեն է և դուք իմ ալիքում եք։ Այսօր մենք կպատրաստենք միջինքի թխվածքաբլիթ, որի համար մեզ պետք կգա 4 հատ հավկիթ, 300 գրամ մածուն, 250 գրամ շաքարավազ, 50 գրամ հալեցրած կարագ, սոդա, վանիլին, 150 գրամ կանեփ և ալուր, որը օգտագործելու ենք այնքան, մինչև մի փոքր պնդիկ խմոր ստացվի։ Դե ինչ, սկսեցինք։ Հիմա պետք է կոտրենք 4 հատ հավկիթ։ Հետո ավելացնում ենք 250 գրամ շաքարավազ ամբողջությամբ և սկսում ենք խառնել դանդաղ վերադառնամ խառնելուց հետո մի փոքր խառնելուց հետո այսպիսի տեսք ստանալուց հետո երբ հավկիթները և շաքարավազը միախառնվում են, պետք է մեր մածունի մեջ ավելացնենք 1 թեյի կթալ սոդա, այսքան ավելացնում ենք և սկսում ենք խառնել։ Այն փրփրում է և լցնում ենք կամաց։ Մածունը 300 գրամ էր։ Սա լցնելուց հետո ավելացնում ենք կարագը, հալեցրած, ավելացնում վանիլին, թեյի գթալի 1/4 մասով և սկսում ենք խառնել նորից։
հանդիպենք խառնելուց հետո։ Ահա, այսպիսի մասսա ստանալուց հետո, խառնելուց հետո ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրը ավելացնում ենք կամաց մինչև մի փոքր պնդիկ խմոր ստացվի։ Սկզբի համար կարող ենք ավելացնել 2 ճաշի գթալ ալյուր։ Այսպիսի ձևով խառնում ենք ալյուրը մեր մասսայի հետ։ Ավելացնում ենք ալյուրը նորից 2 ճաշի գթալ։ Եվ ելի նույն ձևով խառնում ենք։ Շարժումներով խառնում ենք մեջտեղից և սկսում ենք այսպես բացել։ Կողքերից հավաքում ենք։ Մի փոքր խառնեցի և նորից ենք ավելացնում, քանի որ դեռ մի փոքր է պնդացել, այլ ճիշտ ոչ թե պնդացել է, այլ խտացել է։ Նորից ենք ավելացնում 2 ճաշի գթալ ալյուր։ Եվ նորից սկսում ենք խառնել նույն շարժումներով։ Մեջտեղից կողքերից հավաքելով այսպես այն հիմա արդեն մի փոքր պնդացել է, բայց այսպեսի թույլիկ խմոր պետք է ստացվի։ Խառնում ենք խառնում։ Երբ տեսնում ենք, որ նորից միախառնվել է, արդեն այսպիսի թույլիկ զանգված է ստացվում, բայց մի փոքր պետք է պնդանա, որ կարողանանք հավաքել իրան։ Արդեն մի ճաշի գթալ ավելացնենք, քանի որ չգիտենք։ Հիմա 1 ճաշի գթալ ալյուր է, բայց նույն ձևով նույն շարժումներով բացում ենք։ Կողքերից հավաքում ենք։ Ահա, արդեն զգում եմ, որ պնդացել է և դա շատ լավ է։ Ավելացնում ենք էլի 1 ճաշի գթալ։ Այսքան։ Այս ճաշի գթալը ավելացնելուց հետո նրանց ստուգում ենք, այսինքն խառնում ենք, ու եթե արդեն պնդիկ զանգված լինի, դուք կարող եք տեսահոլովակի ընթացքում հաշվել, թե քանի ճաշի գթալ մեզ պետք եղավ և ձեզ այդպես ավելի հեշտ կլինի։ Կվերադառնամ լավ խառնելուց հետո։ Նորից ենք ավելացնում ալյուր։ 2 ճաշի գթալ արդեն, քանի որ ուտելը հերիք չէ։ Երկրորդը մի փոքր քիչ։ Արդեն ես վերցրել եմ այսպիսի գթալ, սիլիկոն է, որով ավելի հեշտ է մի փոքր պինդ խմորներ ստանալը։
Եթե դուք հնարավորություն ունեք, դուք էլ վերցրեք սիլիկոնե գդալներ, բայց եթե չունեք, սովորական գդալով էլ կարելի է ստանալ։ Ուղղակի այսպես ավելի հեշտ է։ Կվերադառնամ խառնելուց հետո։ Ինձ թվում է 2 ճաշի գդալ ավելացնենք, հերիք կլինի։ Նորից խառնում ենք, նույն ձևերով, ինչ ես ցույց տվեցի։ Վերադառնամ խառնելուց հետո։ Ահա այսպիսի մասսա պետք է ստացվի։ Սա հերիք է արդեն, էլ պետք չէ ալյուր ավելացնել։ Այսպիսի մասսա ստանալուց հետո ավելացնում ենք կանեփը 150 գրամ։ Եվ սկսում ենք խառնել։ Կանեփը խառնելուց հետո մենք կդնենք միջինքի մետաղադրամը, որը լվացված է և թաթախված ալյուրի մեջ։ Եվ նույնպես խառնում։ Միջինք տոնը խորհրդանշում է այն, երբ մարդը երբ ուտում է այս թխված քաբլիթը և նրան ընկնում է մետաղադրամը, նա հաջողակ կլինի ամբողջ տարին։ Ահա այսպես ստացվեց։ Մի փոքր խառնում ենք և կարող ենք լցնել տարայի մեջ արդեն։ Տարայի մեջ տեղադրել եմ յուղաթուղթ, այսպիսի տարա է, դուք կարող եք միշտ վերցնել, կարևոր չէ։ Եվ լցնում եք տարայի մեջ։ Այսպիսի շատ թույլիկ և նուրբ խմոր է ստացվում։ Տարայի միջին ամբողջությամբ լցնում ենք և կարող ենք արդեն տեղադրել ջեռոց։ Իմ ջեռոցի 220 աստիճանը թխելու ենք մի կես ժամ կամ 20 րոպե։ Ահա մեր միջինքի խմորեղենը իմ կարծիքով շատ համեղ է ստացվել, հիմա մենք կփորձենք։ Ահա այսպես է մեջը կանեփը։ Շատ փափուկ է և համեղ։ Անպայման փորձեք այս բաղադրատոմսը։ Դրեք լայքեր, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ և տեսություն։